Մայիսից վարորդների 9 տուգանային միավորների համակարգից նախատեսվում է անցում կատարել 13-ի։ Բալային համակարգը վերանայելու խորհրդարանականների առաջարկը գործադիրը հաստատեց։ Նախագծում համադրվել է 2 մոտեցում։ Երթևեկության ինտենսիվությունը ըստ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի հաճախ առաջացնում է դժվարություններ այն վարորդների համար, որոնք երբեմն իրենց կամքից անկախ սպառում են տուգանային միավորները եւ վարորդական իրավունքը կասեցվում է։ Քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր շատ ավելի հաճախ են երթևեկության մասնակից դառնում գործունեության բերումով։ Օրինակ ուղևորափոխադրումներ իրականացնող քաղաքացիները, բեռնափոխադրումներ իրականացնող կամ համանման այլ գործունեությամբ զբաղվող անձինք։ Արդյունքում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ այլևս չունենան միավորներ, եւ սա ունենում է սոցիալական, այսպես ասած, հետևանքներ։ Շեմի ավելացմանը զուգահեռ որոշակի խստացումներ են արվել ուղղված երթևեկության անվտանգությանը։ Խոսքը այն վարչական իրավախախտումների մասին է, որոնք մեծ սպառնալիք են, ուղղակիորեն վտանգում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Օրինակ, ընթացքի ժամանակ անգամ մեկ ձեռքով հեռախոսից օգտվելու համար վարորդի տուգանային միավորներից գործող մեկի փոխարեն կհանվի 1.5 միավոր։ Անվտանգության գոտիները չամրակապված վիճակով կամ սաղավարտը չկոշկված վիճակով կամ առանց սաղավարտի վարելու համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է 1 տուգանային միավոր եւ նախագծով առաջարկվում է 1.5 տուգանային միավոր դարձնել։ Ոստիկանության փոխգնդապետ Արման Սայադյանի խոսքով տարածված խախտումներից են չամրակապված վարելը, հեռախոսով խոսելը, ծխախոտի օգտագործումը, կանգառ կայանման կանոնների խախտումը, արագության գերազանցումը, մեքենան ոչ սթափ վարելը։ Իդեպ ոչ սթափ վարելու դեպքում 4-ի փոխարեն կհանվի տուգանային 5 միավոր։ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ բարեկային ծառայողների կողմից կայացվել են 1292 տուգանային բալերի կիրառման որոշումներ, որոնց արդյունքում 6 վարորդների վարորդական իրավունքները կասեցվել են, իսկ 2 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքներից։ Կասեցումը իրեն ենթադրում է, որ 6 ամիս հետո քաղաքացիները կարող են վերականգնել իրենց վարորդական վկայականները։ Իսկ արդեն իսկ զրկված վիճակում վարելու դեպքում 1 տարով են զրկվում, որից հետո պետք է քննություն հանձնեն ընդհանուր հիմունքներով նոր վարորդական իրավունքի վկայականը վերականգնեն։ Վտանգավոր իրավախախտումներից է համարվում նաև երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը։ Այս դեպքում տուգանային 3 միավորը դարձել է 4։ Գործող կարգով, եթե առջևի հողմապակին թաղանթապատ է կամ կողային ապակիները մքեցված են թույլատրելիից ավելի եւ այս իրավախախտումը վարորդը կրկնել է, յուրաքանչյուր արձանագրության դեպքում 2-ի փոխարեն կձրկվի արդեն տուգանային 3 միավորից։ Մենք ունենում ենք 2 խումբ քաղաքացիներ, ովքեր վարելու իրավունք կստանան օրենք ուժի մեջ մտնելու պահից եւ դրանից հետո միանգամից նրանց կտրվի 13 միավոր, բայց միևնույն ժամանակ օրենք ուժի մեջ մտնելու պահին կլինեն նաեւ վարորդներ, ովքեր իրենց վարելու իրավունքը ստացել են 9 բալային 9 միավորների համակարգի պարագայում, նրանց միավորների շեմը ինքնաշխատ եղանակով ինքնին կհաշվարկվի որպես 13 առավելագույն շեմի մասին է խոսքը, ոչ թե մնացորդի։ Օրենքը ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 միավորը կհատկացվի կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։